Հայերի և ադրբեջանցիների տեղեկատվական պայքարը կռիվը սկսվել է դեռևս անցած դարի 60-ական թվականներից։ 80-ական 90-ական թվականներին սա ստկացել է։ Ադրբեջանցիները փորփրում էին հայ գրականությունը, պատմությունը, որ ինչ-որ մի բան գտնեն և դրա դեմ սկսեն խոսել։ Վերջապես գտան Աբովյանին։ Հայտնաբերեցին, որ Աբովյանը հայ նոր գրականության և նոր գրական լեզվի հիմնադիրն է և արեցին գյուտ, որ իբրև թե Խաչատուր Աբովյանը հայերի համար 19-րդ դարի կեսերին ստեղծել է նոր լեզու և հայերի լեզուն ընդամենը 150 տարվա պատմություն ունի։ Ցանկացած բանասեր կասի, որ Աբովյանը պարզապես գրաբարից անցավ աշխարհաբարի և ստեղծեց առաջին աշխարհաբար գիրքը, որ ադրբեջանցիները նման բան են ասում, դա դեռ ոչինչ, բայց այդ խայծը կուլ տվեցին որոշ հայեր, մինչև հիմա էլ համացանցում կարող եք գտնել մարդկանց, ովքեր պնդում են, որ ներկայիս Հայաստանի բնակիչները խոսում են Աբովյանի հորինած լեզվով և որ սա իրական հայերենի հետ ոչ մի կապ չունի։ Եթե լավ փորփրեք, տեսնեք ովքեր են այդ մարդիկ, կտեսնեք, որ դրանք Ռուսաստանում ծնված և հայկական կրթություն չստացած մարդիկ են և տարածում են ադրբեջանական թեզեր,